Գալիս էր Սերժ Սարգսյանի թիկնապահը եւ ինձ թուղթ էր տալիս եւ որտեղ գրած էր որ եթե գյուլը դուրս գա այս հարցը գյուլին տվեք։ Ասում են որ դուք քաղաքական դերակատար եք։ Կա անդիմությունից բողոք որ մենք իրան հյուր չենք կանչում։ Հա, վերջին 1 տարվա ընթացքում ձեր հրավիրած հյուրերի 80%-ը եղել են կամ իշխանական, կամ պրոիշխանական։ Էդմոն Մալքյանը բլոգեր է։ Քաղաքական գործիչ է այդ Ոչ, նա քաղաքական գործիչ չի, նա բլոգեր է։ Կուսակցության ղեկավար է։ Վատա խոնարհված աղոթել։ Վատա փիլոն հակնել։ Ով ասի վատա։ Բայց իշխանության մասին տես ստատուսներ չունեք։ Ես մի քանի տարի է։ Օրինակ, եթե մենք ձեր հարցազրույցից հետո օրինակ ինչ որ հեգնական ստատուս գրենք, հետո էլի կգաք մեզ մոտ։ Երեք ինչ ուզում եք, քիչ պետք է գամ եթե ուզում եք։ Բայց դուք հանրային դեմք եք։ Կան ասեն, որ ես կոսմոնավտ եմ։ Բայց ձեր լրագրողական գործունեության հետ Ctrl-Z Ես ձեր նման փողոցից եկա, եւ ցած նստեցի եւ ասացին պետք է ուղիղ եթեր լինի։ Քաղաքական։ Ձեզ Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով նամակներ գրում է։ Լավ լինի տափակ հարցեր չտանք։ Ինչ տարբերություն։ շատ բարձր մակարդակի որոշումներ կայանում են WhatsApp-ով։ Լուրջ եք ասում։ Հա, չի։ Ունեք հենց մի որոշում ասեք։ Պաշտպանությունները մի տապակ հարցել էլի։ Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է ինքը եղել է բոլոր իշխանությունների ընդդիմադիրը եւ դուք բոլոր իշխանություններին լոյալ։ Դա ուղիղ եթերով եղել է։ Ասել է։ Ես ասում չի ասել։ Ուրվակ գծում ա եղել, երբ որ կենտրոնին էիք Հա, աշխատում։ այն ժամանակ։ Հա։ Հիմա ես երկուսիդ հրավիրում եմ հյուր։ Դու գալիս ես, դու չես գալիս։ Ոնց հավասարտամ։ Բացատրեք։ Ուրիշ ընդդիմության անդամներ չկան։ Չէ, հիմա դուք եք երկուսով եք հարց եմ տալիս։ Հանրայնում մենախոսություն, հա։ Ըստ ձեզ Դուք նայել եք մենախոսություն։ թե չէ։ Ես նայել եմ ձեր Ու տեսել եք որ հարցազրույցները։ մենախոսություն, հա։ Ես հարց եմ տալիս, ձեր մոտ Ես եմ դες հարց մենախոսություն չի։ տալիս։ Դուք տեսել եք որտեղ Պարոն մենախոսություն։ Ղազարյան, սա մեր հարցազրույցն է։ Ունեք այդ ծև ցուցակ։ 4 հատ ծեր ցուցակ ունեմ։ Ովքեր կան այնտեղ։ Ռեժիսորը դա չի ցույց տալիս։ Ես Ջուլիետան եմ, ինքը Արենն է։ Ինձ հիշեցիք։ Հարցազրույցը մենք ենք վարելու։ Ես ձեր բաներից մեկում, բանավեճերից մեկում ծափ եմ տվել։ Տապ տվողները ունիկալ են։ Ունիկալ են։ Հավանում եք մեր ստուդիան։ Ստուդիա, հա։ Հարցազրույց կանեիք այդտեղ։ Չէ։ Կարող է սլենգ օգտագործենք։ Եթե ինչ-որ բառեր ասենք, որ չհասկանաք, ասեք։ Մենք էլ որ ինչ-որ բաներ չհասկանանք ձեր ասածից կհարցնենք առանց ամաչելու։ Դե ո՞րն է։ Դրանք արտահայտություններ են, որոնք ներմուծվել են մեր Բառապաշար։ բառապաշարի մեջ ու մենք ակտիվ օգտագործում ենք դրանք։ Օրինակ cringe, cute, crush։ Քյութը գիտեմ երեխեքս ինձ։ Դուք մեր առաջին հյուրն եք, Գիտեմ։ որպես փորձնական զրոյական հաղորդում ալինելու, որ ձեզնից փորձի փոխանակում անենք։ Մեզ սովորեցնենք քաղաքական հարցազրույցներ անել, հետո արդեն մենք սկսենք։ Քանի որ ընտրություններ են լինելու, մեզ ու մեր սերնդակիցներին հետաքրքիր է, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ բեքգրաունդ ունեն, ինչ քաղաքական խոստումներ են տալու, դրա համար համ մենք կիմանանք, համ էլ ուրիշներին կտեղեկացնենք, էլի։ Հենց հույսով մնացեք։ Եք ասում։ Երկար պատմություն է։ Դրանից բացի է ուզում ենք հարցազրույցավար դառնանք։ Ձեր հայտարարները նայել ենք շատ թվանոց տղա Ես եք։ ասեմ, այդ հայտարարները սուտ են գրել, տես չի։ Դուք չեք գրում։ Փող չեք ստանում։ Իհարկե չեմ ստանում։ Վայ։ Բայց հարկերը չկան, է։ Լարվում եք։ Մենք հա։ Ինչի։ Դուք մեր առաջինն եք։ Մի լավ է։ Բարի գալուստ Ctrl-Z։ Ctrl-Z։ Պարոն Ղազարյան, ձեր հաղորդումների վիճակագրությանը հետևում եք, ձեզ երիտասարդները նայում են։ Ճիշտ ասած չեմ հետևում, բայց այս տարի ամառը գնացել էինք Դիլիջան։ Այդտեղ գետը անցել ենք, ընկերներով նստած ենք եւ եկան ձեզանից ավելի երիտասարդ։ Վայ, պարոն Ղազարյան, մենք նայում ենք, ամառ ասում դու ինչի ես նայում։ Նայում են։ Իմ մեծ աղջիկս Գերմանիայում նայում է սովորում։ Ես գնում որ իրան հետաքրքիր է, ինքը լսում է, իր ընկերները լսում։ Այսինքն այդ սերունդը նույնպես մի ինչ-որ տարիք կա, որից հետո դու զգում ես, որ քաղաքականությունը կարող չես էլ գիտակցում ինչի, բայց հասկանում ես, որ քո կյանքի կարևոր մասերից մեկն է, եւ սկսում ես լսել, սկսում ես հարցեր տալ, բայց ինչի sense ասես, բայց ինչի։ Պարոն Ղազարյան, բայց ես որ շփվում եմ իմ տարիքակիցների հետ, զգում եմ, որ իրանք այդքան հետաքրքրված չեն քաղաքականությամբ։ Դա բնական է։ Այդ ճիշտ է։ Դուք պետքա ավելի շատ երիտասարդական բաներով հետաքրքրվեք, հələ կհասցնեք։ Բայց մի շերտ կա, որ շատ մեծ չի։ Բայց չէ՞ որ մենք էլ ենք ընտրազանգված մասնակցելու ենք ընտրություններին։ Բայց ձեր պարագայում կարևոր է երիտասարդը լինելն է, ոչ թե ընտրազանգված։ Երբ որ դուք ձեր երիտասարդական
ֆունկցիան կանեք, լիարժեք կապրեք, գեղեցիկ կապրեք, կսիրեք, կսիրվեք, կբաժանվեք, կտառապեք, ընտանիք կկազմեք եւ այլն, այն մնացածը կգա եւ դուք հետաքրքրվեք։ Բայց մեր կայացրած որոշումը չի կարևոր այդ երջանիկ ապրելու համար։ Հա, ձերն է։ Այսինքն ըստ էության տարիքով մեծերն են որոշում մեր ապագան, իսկ երիտասարդ սերունդը Եվ դա շատ լավ է, որովհետեւ եթե ձեր ապագան հիմա դուք որոշեք, այդ ապագան ոչ մեկի համար լավը չէ լինի։ Որովհետեւ դուք փորձ ունեք, դուք էմոցիոնալ եք, դուք դեռևս այդքան հասունացած չեք, ճանապարհ չեք անցեք, ծանր որոշումներ չեք ընդունել եւ օբյեկտիվորեն ձեր համար դուք ունեք շատ լավ առավելություններ, այդ ամենին ծանոթ չեք։ Իսկ որ ասում եք փորձ չունենք, դեռ կյանք չենք ապրել այդքան, ըստ էս 2018 թվականի հեղափոխությունը սխալ որոշում էր, որովհետև հիմնականում երիտասարդներն էին մասնակցում այդ հեղափոխությանը, համալսարաններից, քոլեջներից դուրս էին գալիս։ Չինական որ լիդերներ չեմ հիշում, կարծեմ Դեն Սաոպինն էր։ Ասում են ֆրանսիական հեղափոխությունը ճիշտ էր թե չէ, ասում դեռ վաղ է այդ հարցին պատասխանելը։ Իսկ երբ ժամանակը կգա։ Գիտեք, հեղափոխությունը ճիշտ ու սխալ այդտեղ է, ճիշտ ու սխալ չի լինում։ Այն բացում է հնարավորություն։ Օգտագործեք, կօգտագործեք։ Չեք օգտագործի, չեք օգտագործի։ Դա հնարավորություն է։ Ինքը այդպես ստատիկ բան չի, դա ճիշտ էր կամ սխալ էր։ Ըստ էս օգտագործվեց։ Դե օգտագործվում է այնքանով, որքանով որ մեր պոտենցիալը թույլ է տալիս։ Շատ բաներ կա, որ շատ լավ է, շատ բաներ կա, որ այնքան էլ լավ չի։ Դա մեծ թեմա է։ Չի կարելի ասել օգտագործվեց թե չէ։ Հիմա գնում է ոլորտային պետք է քննարկենք։ Իսկ հիմա մի հատ control Z անենք մեր փորձի փոխանակմանը։ Պարոն Ղազարյան, երբ մենք ձեր կենսագրությունն ենք ուսումնասիրում, տեսանք, որ դուք լրագրողական բարձրագույն կրթություն ունեք, ինչպես մենք։ Ինչն է շատ կարևոր ու ինչն է առաջնային, որպես լրագրողի, հարցազրույցավար լրագրողի օգտագործել հարցազրույցներ վարելու մեջ։ Ամենակարևոր սկիլը։ Հարցազրույցավարի համար լրագրողական կրթությունը բացարձակապես անհրաժեշտ չի։ Որոշ պարագաներում այն նույնիսկ խանգարում է, որովհետև ես դասավանդել եմ գրեթե բոլոր ֆակուլտետներում, որտեղ կան լրագրողական բաժիններ, եւ պետք է ասեմ, որ այնտեղ ավելի շատ հակառակն են սովորում, դա ավելի շատ դժվարություններ են հարուցում, քան փորձում են օգնել, որտեղ առաջի հերթին լրագրողը պետք է ունենա ազատ միտք։ Դա բարդ բան է, բայց դա պետք է։ Երկրորդը անհրաժեշտ է կյանքի փորձ։ Դուք կարող եք ունենալ շատ լավ մաթեմատիկական կրթություն, դա կարող ավելի շատ մտածելակերպ է ձևավորում։ Դուք պետք է ունենաք փորձ եւ կյանքի փորձ որպես մարդ, որովհետեւ այն խնդիրների մասին, որ մենք դուք խոսալու եք ապագայում, դրանք միանշանակ խնդիրներ չեն։ Կյանքը սև ու սպիտակ է մենակ Facebook-ում գտնվող մեր քաղաքական գործիչների համար։ Իրականում կյանքը սև ու սպիտակ չի։ Դրա համար ձեզ մարդկային փորձ է պետք, որպեսզի դուք այդ հասկանաք այդ ամեն ինչը։ Մի հատ կարողանաք ձեզ դիմացինի տեղը դնեք, հետո նոր մեծ հարցեր տակ։ Այսինքն լրագրողական կրթությունը մեզ սահմանափակելու էր։ Դե դա էլ պարտադիր պայման չի, բայց հիմնականում ինստիտուցիոնալ առումով ավելի շատ օգնում է, քան ավելի շատ խանգարում է, քան օգնում է։ Երկրորդը ձեզ պետքա կյանքի փորձից հետո դրա համար եթե դուք նկատել եք հարցազրույցավարները բոլորը պատկառելի տարիքով մարդիկ են հաջողված հարցազրույցավարները եւ ձեզ պետք է արդեն մասնագիտական որոշակի ունակություններ, որը եթե դուք այս ամեն ինչը ունեք, ձեզ կարելի է սովորեցնել, ասենք 2 ամսում։ Ոչ ավել։ Կան պարզ կանոններ, որոնք դուք պետք է, որոնք ձեր աշխատանքային ուղեցույցն են հարցազրույց անելուց առաջ, եթե դուք դրանք միշտ անեք, ձեր հարցազրույցը հաջողված կլինի։ Պարոն Ղազարյան, դուք ասացիք, որ պետքա փորձ ու հիշողություն, որ իմանանք, թե ինչ ա եղել ընթացքում։ Դուք 25 տարվա փորձ ունեք, երբ որ հյուրերին կանչում եք, հարցերը գրելիս ինչ որ research-անում եք, թե արդեն գիտեք ինչ ա եղել նախկինում ու ընթացիկ եք հարցեր տալիս կամ խմբագրական ինչ որ քննարկումներ են լինում հարցերը կազմելիս։ Տեսեք, ես ավելի լավ է ձեզ ասեմ, ինչ մի քանի կանոններ կա, որ լրագրողը պետք է անի։ Ամենաառաջի պարզ կանոնը, որ իրականում շատ բարդ է։ Դուք պետք է ձեզ մի հատ հարց տաք, ինչի մասին է իմ հարցազրույցը։
Ես վստահեցնում եմ, որ 10-ից 9 չեք կարող պատասխանեք այդ հարցին։ Դուք հստակ պետք է իմանաք, ինչի մասին է իմ հարցազրույցը։ Եթե այդ հարցի պատասխանը գիտեք, ձեզ արդեն հեշտ է լինելու մնացածը շարել։ Հիմա ոնց են հյուր ընտրում։ Հյուր ընտրում են 3 չափանիշով։ Ա. Այդ մարդը փորձագետ է, ոնց որ այսօր ես եմ։ Եկել եմ ինչ-որ բանի փորձ ունեմ, եկել եմ ձեզ պատմեմ եւ այլն։ Երկրորդ, այդ մարդը մասնակից է։ Այսինքն ազգային ժողովում ծեծել են իրար, խնդրեմ ծեծողներից կամ ծեծվողներից մեկը մասնակից է, պատմում է, ես նստած եմ դից բութուլկով խփեցին, ես եմ ուշկով խփեցի, ասենց այդ մարդը մասնակից է process-ի։ Եվ կներեք էլի ընդհատամ։ Լրագրությունն ասում է, որ պետք է համակողմանիորեն բոլորի լուսաբանել խնդրի տեսանկյունից։ Դուք համ ծեծողին եք կանչում, համ ծեծողին, թե դա հարցի մյուս կողմն է, ես դրան եմ ասում։ Եվ երրորդը դա անձնայինն է։ Այսինքն մարդը գալիս է հետաքրքիր է ինքը իրանով։ Դուք զրուցելու եք իր էության, իր ապրումների, իր արածի, չարածի մասին։ Այսինքն հետաքրքիր մարդը ինքն է իրանով ձեր թիրախը։ Եթե այս 3-ից մեկը դուք ընտրում եք, արդեն դուք գիտեք ինչի մասին պետք է խոսակ եւ ինչ ձև պետք է խոսակ։ Դրանք շատ կարեւոր են։ Հիմա հարցերի մասին։ Տեսեք, հարցերը ես պայմանական բաժանենք 3 մասի։ Կան հարցեր, երբ որ դու այդ մարդուն տեսնում ես, օդի մեջ այդ հարցերը կան։ այսինքն չեք գրում։ Չէ։ Ձեանը ոնց էր։ Ջուլիետա ջան, այ ենթադրենք եկավ այն մարդը, որ բենզին է բերում Ադրբեջանից։ Օդի մեջ հարցեր կան, չէ՞, արդեն իրան, որ ժողովուրդը խոսում է, բախի Ադրբեջանից, այսինքն այդ հարցերը հասարակության մոտ նստած են, եւ դուք պետքա տակ այն հարցերը, որ հասարակությունը արդեն ուզում է լսի այդ հարցերը, դուք պետքա զգաք դա։ Երկրորդ բնույթի հարցերը նրանք են, որ դուք ինքներդ որպես լրագրող արդեն պետքա խորանաք այդ թեմայի մեջ, պետքա ինչ-որ փաստեր հանեք, համադրություններ անեք, այսինքն լրագրողական աշխատանք անեք։ Հանեք, գումարեք, մտածեք, վերլուծեք, օրինակ այս բենզինը որ գալիս է, դրա հարկը Վրաստանի կա, չկա, բա եթե այդ հարկը մտցնվեն, արդյոք նույն գինը չի լինի, հետեւաբար ինչի է, եթե այսքան էժան է գալի, մենք ինչքան ենք տնտեսում տարեկան, այս ամենը պետք է գումարեք, բազմապատիկ էլի պարոն Ղազարյան։ Եվ հարցեր տակ կներեք, որոնք հետ դուք արդեն լրագրող եք, հասկանում եք։ Եվ երրորդ հարցերը, այն հարցերը, որոնք հյուրը ուզում է լսի։ Որտեղ երբ որ հյուրը գալիս է, ինքը ակնկալիք ունի նաև ինչ-որ բան խոսալու եւ ինքն էլ պետք է բավարարված լինի ձեր հետ հարցազրույցից։ Անեշելի որ ինքը եկավ, դուք ինչ ուզում եք յան ասեցիք, ասեք հաջող։ Չէ, դա տենց սիրուն չի, տենց ճիշտ չի։ Ինքը նույնպես պետք է լսի այն հարցերը, որոնց համար ինքը ուզում է լսի։ Մենք այս երեքը եթե համադրեք, կլինի նորմալ հարցազրույց։ Մենք լրագրողներ ենք ու այն սերնդից, որը այսքան երկար չի լսում ու մենք հիմնականում ռիլերի սերունդ ենք։ Ինչ անենք, որ շատ կարճ լինի հարցազրույցի խոսքը ու ինչպես անենք, որ ճիշտ ժամանակին ընդհատենք։ Օրինակ, տեսեք դուք շատ երկար խոսեցիք, ինձ թվում է մեր Gen-Z հեռուստադիտողը այդ արդեն կթերթեր։ Թող թերթի։ Այսինքն ռիլերի համար այդ դեպքում ռիլ նկարեք, հարցազրույց մի նկարեք։ Բայց դուք ասում եք երկար չեն լսում, դուք ինչ նկատի ունեք։ Ես հարցազրույցներ ունեմ 100,000 են, 150,000 են, 75,000 են։ Բայց երիտասարդ սերունդը քանի տոկոսն է կազմում դիտումների։ Դուք չգիտեմ, դուք մի քիչ թերահավատ եք, որ երիտասարդները ուզում են ամեն ինչ արագ Հետազոտություններն են դրանք ցույց տալիս, որ մեր սերունդը սկրոլինգի հետևից է հանգած ու եթե 15 վայրկյանում իր ուշադրությունը չգրավես, ուրեմն դու ուղղակի դրանք միֆեր են, հարցազրույցներ կան, որոնք տևում են ժամ ու կես եւ նույն երիտասարդները շատ լավ նայում են։ Եթե երիտասարդի համար հետաքրքիր չի, այդ 10 վայրկյանն է, որ ինքը լսեց, յա լսած, յա չլսած։ Հետեւաբար ինչի համար եք դուք այդ անում։ Որ վյուր, որ ինչ Դուք անում եք, որ մարդիկ մի բան սովորեն, մի բան լսել։ Եթե այդ մարդը չի ուզում լսի 15 վայրկյանը մեկ, ասենք, սուրճ է խմում, սուրճի տեղը այդ թերթը, թող թերթի, ինչ ասենք։ Երբեք մի գնացեք վյուերի հետևից։ Մի մտածեք, թե ինչ են մտածելու, ասելու ձեր մասին, մի մտածեք, թե սա նայելու են, թե չեն նայելու։ Դուք պետքա ձեր հավատացածը, ձեր սկզբունքները անեք։ Հասկանում եք, նա պուբլիկու մի աշխատեք։ Այդ շատ կարճ է տևում։
Այսինքն Դուք դուք ձեր չեք սեփական մտածում եսը ձեր մասին ունեցեք։ ինչ են խոսում։ Իհարկե չեմ մտածում։ Դուք ձեր սեփական եսը պետք է ունենաք եւ ասեք, որ ես եկել եմ եւ այս է իմ Բայց եղել է որ տեսլականը։ կոմենտ գրեն, նեղվեք դրանից։ Չէ, մնում էր կոմենտներից Կարդում եք այս կոմենտները։ մեծ մասամբ չէ։ Կա պահի տակ գա, սխմեմ նայեմ, կա պարապ լինեմ նայեմ, բայց մեծ մասամբ չէ, որտեվ այդ կոմենտները, գիտեք, դրանք կանանց քամուդեմ կռվելու նման մի բան է, էլի, մեկին պատասխանես, մեկը մի հիմար բան է գրում, մեկը խելացի, ասենք ինչ են, դրան ծապտաս որ խելացի բան է գրեք հո։ Մարդիկ արտահայտվում են, խոսում են, ես զարմանում եմ այդ կոմենտ գրողների վրա, որ ճիշտն ասեմ։ Պարոն Ղազարյան, ձեր սոցցանցերին էինք նայում, Instagram-ում վերջին անգամ մայիսին եք հրապարակում արել, TikTok-ում ոնց հասկացանք ընդհանրապես չկաք։ Այս նոր սերնդի, TikTok-ում կա։ հա, ձեզ չեմ գտել։ Դե, Վիդեոներ չեք հրապարակում։ հա, վիդեոներ չեմ հրապարակում։ Այս նոր սերնդի կայքերի հետ չունեք, որ ակտիվ չեք։ Նոր սերնդի կայքերը որոնք են։ Instagram, TikTok, Դե Instagram-ում կամ բայց ակտիվ չեք։ Օրինակ ռիլեր չեք հրապարակում ձեր չեմ հարցազրույցներից։ հրապարակում հարցազրույցներից, ճիշտ է։ Այդ պետք է անել։ Պետք է անել ժամանակի հարց է, պետք է այդ դրանք ոչ միայն մոդայի բան են, այլ ասենք նույն հարցազրույցների մեջից դրանք ինչ որ սկզբունքային պահեր են, հետաքրքիր պահեր են, որ բայց իմ տեղը ուրիշները անում են, ասում ձեզ։ Ես այնքան եմ տեսել այդպես բաներ, մեկ երեխեքս ծիծաղալով գալիս են, պապա, այսօր մեր դպրոցում սա ծիծաղում էին, ինչ ռիլ նայում եմ, տենում ես եմ ինչ որ մեկի հետ ինչ որ մի հատ հարց։ Իսկ ձեզնով մեմեր տեսել եք։ Հա, տեսել եմ։ Ամեն ինչ, ինձնով ամեն ինչ տեսել եմ։ Պարոն Ղազարյան, իսկ ինչ բարդություններ են եղել ձեր հարցազրույցների ժամանակ, օրինակ, որը կարող եք գլխավորը նշել որպես թիվ 1 բարդություն, որը դուք կարող եք ունենալ։ Սկզբնական շրջանում, երբ որ սկսել եք հարցազրույցներ Դե անել։ սկզբնականը մի քիչ մնացածից տարբերվում է, որովհետև այն ժամանակ A1+-ը փակել էին։ Բացվել էր կենտրոն TV-ին, բոլորը մտածում էին իշխանական, հեսա գալու են, դենդիմադիրը փակել են եւ այլն։ Ես ձեր նման փողոցից եկա, ոչ փորձ ունեի, ոչ կրթություն ունեի։ Եվ ցած նստեցի եւ ասացին պետքա ուղիղ եթեր լինի քաղաքական ու շատերը վերաբերվում էին այտենց որ հետո 15 օր հետո այդ ամեն ինչը փոխվեց, որովհետեւ մարդիկ նայում են, տեսնում են որ տենց չի։ Հետո իշխանությունից ինձ կանչեցին, ասացին ես A1+-ը խենք փակում որ դուք պետք է գայիք, դա էլ էր բան։ Այդ ժամանակվանից այդ ճնշումները գնաց ու դու մտար այդ աշխարհ եւ անփորձությունը բնականաբար։ Իսկ քրինջվել եք ձեր առաջին հարցազրույցից։ Իսկ քրինջվել ինչ է նշանակում։ Որ օրինակ նայեք ամոթ ապրեք, ասեք որ այս ինչ վատ էր կադրը կամ ես կադրում կամ այս ինչ վատ հարց է։ Ես իմ հարցազրույցները չեմ նայում։ Մեկ ռեժիսորների վրա գորգռում եմ։ Եվ դա մեր գիտեք ռեժիսորը պետք է երևակայություն ունենա։ Հիմա տեսեք, դուք կարող եք ինձ մի հատ հարց տաք, եւ ձեր հարցից իմ դեմքը փոխվի։ Դա ավելի մեծ բան է, քան որ ես ինչ-որ բան խոսամ։ Այսինքն դուք ջանք եք թափել, այդ հարցը հետաքրքիր մտածել եք, տվել եք ինձ, ես մանտրաշ եմ ընկել, դեմքս աղավաղվել է, ռեժիսորը դա չի ցույց տալիս։ Այսինքն ռեժիսորը գործի կեսն է, եթե ինքը չկարողանա լսի այդ պահերը արագ չգտնի, ձեր արածի մի մասը գնալա կորի, որտեղ ոչ ոք չի տեսնել, որ ձեր հարցից ես այլայլվեցի, հասկանում եք, որտեղ ձեր ռեժիսորն էլ չի տեսել։ Իսկ մեր ռեժիսորները հիմնականում, ասենք, գիտեն, որ այս կադրից հետո այս կադրն են տալի, այս կադրից հետո ընդհանուր կադր են տալի, ընդհանուր կադրից հետո այսքան պահում են դնում, այն կադրը ու վերջ։ Այսինքն տեխնիկական օպերատորի աշխատանք։ Իսկ ռեժիսորը պետք է բարդ է տենց ռեժիսոր գտնել։ Բայց եղել է տենց հարցազրույցներ փորձի ընթացքում, որ օրինակ զզված կա, օրինակ ձեր ճնշումը բարձրանա, չգիտեմ, շատ ներվային է։ Հաճախ ալնում, որ ես գլխացավ եմ ունենում, մտնում եմ եթեր, դուրս եմ գալիս, մոռացած եմ ալնում գլխացավի մասին։ Եվ երկրորդը, ես այդ օրը որ ավարտվեց իմ հարցազրույցը, ես արդեն լրիվ այն մյուս օրվա հարցազրույցի գծի մեջ եմ անկեղծ եմ ասում, շատ է եղել, որ ինձ ասում են երեք քո հյուրով էր չեմ հիշում։ Որտեվ ես այդ օրը արդեն ապրում եմ այսօրվա եւ վաղվա հյուրերով։ Այնտեղ ինչ եղել է, եղել է։
Եվ գիտեք, ես այդ ամոթ լինի, թե չգիտեմ ինչ լինի, ես չեմ նայում այդ սպարինգ։ Շատերը գալիս են տենց ով հաղթեց, ես տենց խնդիր իմ մոտ չկա։ Բարձրապես երբ որ դիմացինը մեղմ ասած ճիշտ չի ասում, ես մի հատ եմ հարցնում։ Դա սա ոչ թե այն որ ես իրեն հաղթեմ, տեսակ ես 10 անգամ հարցրեցի եւ ինքը չպատասխանի, თუ պատասխանի մի անգամ ու գնանք առաջ։ Այսինքն եթե մարդիկ գալիս են ու մանիպուլացնում են կամ ինչ-որ սուտ բան են ասում, դուք հարցը այլ ձև եք ձևակերպում, այդ տենց է ճիշտ ձևը։ Երբեմն ելնում է 25 անգամ եմ ձևակերպում, որովհետեւ ասենք եթե པարզ հարց ես տալի, այդ հարցին պետք է պատասխան լինի։ Եթե պատասխանը չի հնչում, ուրեմն ինչ-որ պատճառ կա։ Այսինքն դու միշտ պետք է լսես, էլի հասկանում եք։ Հերոսայտողի նույն մոդելա, չէ՞։ Ասենք ինքն էլ լսում եւ ինքը ասում է ինչ է խոսում։ Բայց կա ինչ-որ սահման, որից հետո էլ պետք չի օրինակ այդ նույն հարցը տալ։ Կա, երբ որ հասկանում ես որ անհույս է, ասում ես լավ։ Երբ եք հասկանում որ Դե հիմա անհույս չեմ է։ կաս, այդ սուբյեկտիվ է, այդ ամեն այդ տիպի դեպքը որոշվում է այդ տիպի հաղորդման այդ օրը, այդ վարքյանին, այդ պահին։ Խոսեցիք օտում կախված հարցերի մասին։ Հանրայնում ստեղծագործական ազատություն զգում եք այդ օտում կախված հարցերը տալու կամ ով է սահմանում այդ օտում կախված հարցերը։ Ես վախենամ դուք մի քիչ սխալ հասկացաք, ես ինչ նկատի ունեմ։ Օթում կախված հարցերը նրանք են, որ օրինակ դու տեսնում ես մի մարդու, որը քեզ հյուր է եկել, եւ այդ մարդու մասին կան լիքը հարցադրումներ օթում մեջ։ Մարդիկ մտածում են, որ դու կաշառակեր ես։ Ենթադրենք։ Եվ եթե ինքը գալիս է նստում ու դու չես հարցնում այդ մասին, դա արդեն վատ է, որովհետեւ մարդը նստած սպասում է հիմա վերջեսի կաշառակեր, թե չէ, իրան մեղադրանքներ են բանալել, ինքը կարդացել է, լսել է, վերլուծել է, բայց հիմա սպասում է, որ դու այդ հարցը տաս, նայել պարզաբանի, դու այդ հարցը չես տալիս։ Այսինքն այդ հարցերը, որոնք օթում կան ձեր հյուրի, ձեր թեմայի մասին, դուք պետք է դրանք բոլորը բռնեք եւ տաք։ Բայց դուք չպատասխանեցիք հանրայնում ստեղծագործական ազատությունն եք հարցեր տալու։ Ես բնականորեն փորձեցի այդ տիպի հարցերի չպատասխանեմ, ինչ հաշվում ստեղծագործական ազատություն է։ Հարցեր տալու, այդ հարցերը կազմելու։ Բավարիշով անում։ Եսի՞մ։ Ես էլ իմ։ Դե խմբագրական թիմ չունեք, որտեղ քննարկվում են հարցերը Դա օրինակ։ ազատության հետ կապ չունի։ Կամ ասեք օրինակ զանգ կա, ասեն, այս հարցը տվեք կամ այս հարցը մի տվեք։ Եղել են դες դեպքեր։ Չէ, Կամ ինչի եք այս հարցը տվել։ Մեկ, եթե դուք նկատի ունեք մեր ու կառավարության հետ հարաբերությունները, հա, ինձ շատ է եղել, որ ընդդիմությունից զանգել են, խնդրել են, ասել են կլինի, էսի ես միշտ ընդառաջում եմ։ Զանգել ինչ են ասել։ Ասել են, այս հարցը կլինի, չլինի, կամ եթե այս հարցը տակ մենք վատ կզգանք։ Դուք նախորդ միշտ դա բանակցություն է։ Գնում եք ինչ որ մեկի հետ բանակցելու, որ ինքը գա հարցազրույցի։ Այդ մարդը ինչ իր պատկերացումներն ունի, իր պահանջները ունի։ Դուք պետք է հարմարվեք, գցեք բռնեք արժի այստեղ ընդունել այդ պայմանը, որ ինքը գա։ Հասկանում եք, թե չէ։ Երբեմն ասում ես լավ, երբեմն ասում ես չէ։ Պետք է միշտ բանանեք։ Կառավարությունը ես միշտ եւ հանրայնում եւ ոչ հանրայնում, երբ որ մասնավոր հեռուստաընկերությունում էի, Կենտրոնում։ այո, ես շատ էի քննադատում կառավարությունը, բայց միշտ ես հասկացել եմ, որ կա մի հատ սահման, որտեղ մեր շահերը ընդհանուր են։ Օրինակ, եթե եկել է մի մարդ, որին դու պետքա հարցտաս միջազգային հարաբերությունների մասին, որոնք կոնյունկտուրա ունեն, դու իհարկե պետք է համագործակցես։ Օրինակ, եթե մեզ պահանջ են դրա ինչ-որ մի բանի եւ այդտեղից իմ հյուր ուզում է հնչեցնի, որ դա չի լինելու, դու պետք է համագործակցես, որտեղ դա պետական շահ է։ Ես մի հատ օրինակ պատմեմ։ Մենք Պրագայում, երբ որ Սերժ Սարգսյանի եւ Գյուլի բանակցություններն էին, իրանք փակվել էին սենյակում։ Լրագրողները սենց կանգնած էին, մի հատ փոքր բան էր դրած, եւ թուրք եւ հայ, եւ այդտեղ երկուսի ախրանան էր Գյուլի եւ Սերժ Սարգսյանի, եւ բանակցություններ էին գնում։ Դե հետո պետք է իրանք դուրս գային եւ գային մեր մոտով, բնականաբար մենք իրանց հարց տային։ Գալիս էր Սերժ Սարգսյանի թիկնապահը եւ ինձ թուղթ էր տալիս, ընդ որում մենք այդ չենք պայմանավորվել։ Եվ այդտեղ գրած է, որ եթե Գյուլը դուրս գա, այս հարցը Գյուլին տվեք։
Ու դուք տվել եք։ Հեսա պատմեմ։ Եվ դուրս գալուց առաջ էլի մոտիկացավ, թուղթ տվեց, ասաց չէ լավ, պետք չի։ Դա համագործակցություն է։ Ասենք ես այդ կառավարության սիրահարը չեմ եղել երբեք։ Բայց հասկանում եմ, թե պետության ղեկավարը այլ պետության ղեկավարի հետ բանակցությունների մեջ է, մենք պետք է եթե դա ինչ-որ հարց է մնացել բաց եւ ինքը չի կարա իրան հարցնի երեսին, այդտեղ մեր ֆունկցիան է, որ մենք հարցնենք։ Հեղափոխությունից հետո եղան տենց դեպքեր եղել, թե միայն Սերժ Սարգսյանի օրոք։ Չէ, տենց դեպքեր շատ են լինում։ Դա աշխատանքային բան է, դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա։ Կապ չունի քո վերաբերյալ, նույնը ընդդիմությանն է վերաբերվում։ Իրենք էլ են թղթիկներ փոխանցում։ Չէ, ես եթե այդ մի ձևներ, այդ պարտադիր չի որ բոլորը թղթիկներով գան, հասկանում եք։ WhatsApp-ով նամակ են գրում։ Շատ ձև WhatsApp-ով են գրում, բանավորել են խոս, ամենաճիշտը հեռախոսով զանգել հասկանալն է։ Օրինակ գալիս է ինչ-որ մի երկրի դեսպանը ինձ հյուր։ Գուցե մեր ԱԳՆ-ում ուղիղ չեն կարող իրան հարցնեն։ Ինչի է էսի սենց, որտեվ դա ճիշտ չի լինի։ Հարցնում ով լրագրողը։ Ձեզ Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով նամակներ գրում է։ Ես լավ կլինի տափակ հարցեր չտանք։ Օրինակ Նիկոլ Փաշինյանից խոսեցինք, մի հատ շատ լավ հարցամ, ի՞նչ տարբերություն ինքը WhatsApp-ով է գրում, զանգում է, չգիտեմ, TikTok-ով է գրում, թե չի զանգում, ի՞նչ տարբերություն։ Իսկ պարոն Ղազարյան, Հարցազրույցի տեղերով փոխվեցին։ Հա, ի՞նչ տարբերություն։ Թրենդային է WhatsApp-ը, պարոն Ղազարյան։ Այդ թրենդային չէ, դուք եք տես թրենդային դարձում։ Դա թրենդայինը պետք է իմաստ լինի թրենդի մեջ։ կարելի։ Որն է։ Որ չլներ չենք տարածի։ Որն է։ Այն որ շատ բարձր մակարդակի որոշումներ կայանում են WhatsApp-ով։ Լուրջ եք ասում։ Հա, չի։ Օրինակ հենց մի որոշում ասեք։ Պաշտոնանկությունները։ Պաշտոնանկությունը դա քաղաքական բան չի, որոշումներ չեն։ Մարդը գործից հանում է մարդուն, եւ 10 անգամ այդ մարդիկ ասել են, որ WhatsApp-ով չի։ Այդ մարդը այդ որոշումը բացատրել։ Մի խոսքով լավ։ Հիմա WhatsApp-ով։ Ձեր թույլտվությամբ մի տապակ հարց էլի Նիկոլ Փաշինյանից խոսեցինք։ Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ Նիկոլ Փաշինյանն ասում է ինքը եղել է բոլոր իշխանությունների ընդդիմադիրը եւ դուք բոլոր իշխանություններին լոյալ լրագրող եք։ Իշխանապողությունից հետո ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ է ասել։ Դա ուղիղ եթերով եղել է։ Ասել է։ Ես ասում չի ասել։ Ուրվակ գծում ա եղել, երբ որ կենտրոնում էիք աշխատում։ Հա, այն ժամանակ։ Հա։ Իշխանապողությունից հետո հանդիպել եք իր հետ, այդ հարցը քննարկել եք իր հետ։ Հա, բայց ես իր հետ դրանից հետո այդ հարցի շուրջ ինչ որ խոսակցություն եղել է։ Չէ, իհարկե չի եղել։ Մենք այնտեղ ավելի սուր բաներ ենք իրար ասել։ Ու ինչ։ Ինչ եք ասել, ինչ փակագծեր կվասել։ Շո ինքը ինչ որ բան է ինձ ասել, ես իրան քննադատել եմ։ Ինքը այն ժամանակ ակտիվ լրագրող էր։ Այդ չի կարևորը, կարևորը գիտեք ինչն է, որ ես այն ժամանակ որ իրան կանչում էի հյուր, հետո իմ կյանքը դժոխք էին դարձնում։ Թե ինչի ես դու դիմադրի կանչել։ Հիմա մենք աղաչում ենք ընդդիմադիրներին, որ գան հյուր։ Այդ է կարևոր։ Օրինակ մենք ունենք հետազոտություն, որով մենք հաշվել ենք Մերկատյա Մամյանը, գործընկեր, ով հաշվել է, որ ձեր գործունեության ժամանակահատվածում 2021 թվականից 2025 թվականները դուք ունեցել եք հյուրերի շատ մեծ ցանկ 880 հոգի, որոնցից հարցազրույց, որոնցից 52%-ը եղել են իշխանականներ, բայց հանրային հեռուստաընկերության քաղաքականության մեջ մտնում է հավասարապես բազմակարծություն ապահովել։ Նակ ինչպես կբացատրեք դա, որ 52% եղել են քաղաքացիական պայմանագրից։ Այսինքն 48 ընդդիմադիր են եղել։ Ընդ որում այդտեղ հաշվի չեն առնել այն թվերը, որ եղել են փորձագետներ, մասնագետներ կամ պետական պաշտոնյաներ, ովքեր որ կողմ են եղել իշխող քաղաքական ուժի հայեցակարգին։ Ինչ է աղջկանը, Կատյա։ Եվ ինչ եզրակացության ենք եկել։ Մենք այն եզրակացությանն եկել, որ հանրային հեռուստաընկերությունը, որը պետք է բազմակարծություն ապահովի, 52%-ը իշխանական են։ Ոչ թե իշխանական, այլ միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Դա իշխանականն է, էլի։ Հա, էլի։ Հենց այդ է հարցը, օրինակ համաձայն չեք Նիկոլ Փաշինյանի հետ, որ այստեղ կա իշխանությունների հետ լոյալություն։ Կատյային ասեք, որ հետազոտություններ էլ չանի։ Չէ, մենք ձեզ հարց տվեցինք։ Կատյայի հետազոտությունները լավ են։ Շատ պրիմիտիվ բան է։ Դու չես կարող հետազոտող լինել եւ բաներ կա որ չհասկանաս։ Օրինակ, համեցեք։ մեր գործը ինչի որ բոլորին հավասար եթեր տանք։ Գիտեք ինչի։
որտեղ եթե ես ձեզ հրավիրում եմ հյուր, ես ձեզ պետք է հավասար եթեր տամ, չէ՞ հիմա, այսինքն դուք երկուսով եք։ Ընդդիմություն, իշխանություն, կամ չէ, իշխանություն, ընդդիմություն։ Հիմա ես ձեզ երկուսիդ հրավիրում եմ հյուր։ Դու գալիս ես, դու չես գալիս։ Ոնց հավասար տամ։ Բացատրեք։ Ուրիշ ընդդիմության անդամներ չկան։ Չէ, հիմա դուք եք երկուսով եք հարց եմ տալիս։ Այսինքն ես դատախազ չեմ, չէ՞ որ ձեզ բերման ենթարկեմ եւ ասեմ ես հավասար։ Դուք ասում եք, որ ընդդիմությունը չի գալիս, Ես հարցը ավարտամ։ Հա, Հետեւաբար իմ խնդիրը ձեզ հավասար հնարավորություններ տալն է։ Ես ձեզ եմ հրավիրում եւ ձեզ եմ հրավիրում։ Հիմա կօգտվեք, չեք օգտվի, արդեն դա ձեր խնդիրն է, իմ խնդիրը չի։ Մենք ձեզնից ուզել ենք այն ստատիստիկան, որով դուք կանչել եք, բայց չեն ընդունել ընդդիմադիրները։ Չկա դրա ստատիստիկա։ Ես օրը զանգում եմ 6 ընդդիմադիր, ես պետք է 1 2 3 4 5 6 տամ ձեզ։ Չէ, ասեք կոնկրետ մարդիկ կան, չեն գալիս։ հանրությունը բայց պետք է իմանա ում եք զանգել, որ չեն Չէ, պետք չի իմանա։ Չէ, ես Դե ասում արդեն թափանցիկ չի լինի, պարոն շատ Ղազարյան։ թափանցիկ է։ Կա ընդդիմությունից բողոք, որ մենք իրան հյուր չեն կանչում։ Հա։ Օրինակ Էդմոն Մարուկյանը վերջերս ուղիղ եթեր էր մտել եւ ընդդիմություն չի, Էդմոն Մարուկյանը բլոգեր է։ քաղաքական գործիչ է Էդմոն Ոչ, նա Մարուկյանը։ քաղաքական գործիչ չի, նա բլոգեր է։ Կուսակցության ղեկավար Դա է։ ձեր ձևակերպումն է։ Չէ, իսկ ինչ նշանակում քաղաքական գործիչ։ Իսկ ինչ է Ով նշանակում զբաղվում է բլոգեր։ քաղաքականություն։ Ինչ նշանակում քաղաքականությամբ զբաղվել։ Դե արդեն նորից դուք եք սկսում հարցեր Ինչ նշանակում քաղաքականությամբ զբաղվել։ A. Դու քաղաքական որոշումներ ես ընդունում։ Էդմոն B. Ազդում ես քաղաքական որոշումների վրա։ Հիմա այդ երկուսից Էդմոնը ո՞րն է անում։ Բայց օրինակ Աշոտյանին էլ չեք կանչում, ով որ Դու ինչու փոխնախագահ։ ազդում։ Հələ ո՞ր որոշման վրա ազդել է։ Կուսակցության ղեկավար է, ով որոշակի էլեկտորատի ձայները Հայաստանում կա ներկայացնում։ 70-ից ավել 100-ից ավել կուսակցություն, նրանք ազդում են քաղաքականության վրա։ Ոմանք կարող են ազդել։ Ոմանք կարող են, ոմանք էլ չեն կարող, չէ՞։ Լսեք էլի որ խոսում եմ ես։ Կարծում եք, որ իրենք չեն ազդում։ Ոմանք ազդում են։ Դուք կարծում եք իրենք չեն ազդում հանրային կարծիքի ձևավորման վրա։ Հարցի Ես ես ասում եմ տալիս պարոն Ղազարյան։ որոշումների վրա։ Հանրային կարծիքներ, ես ինչ եմ ասում, դուք ինչ եք ասում, որ դուք ուզում եք հարցազրույցով առնեք, լսեք դիմացինին։ Այդ շատ կարևոր է։ Ես ասում եմ քաղաքական որոշումների վրա, դուք ասում եք հանրային կարծիքի վրա։ Հիմա որ դուք էլ խոսեք, կարող է 5 հոգու վրա ազդեք։ Եվ ես Բայց հանրային կարծիքը չի ազդում քաղաքական որոշման վրա։ Չգիտեմ, կա ազդում է, կա չի ազդում։ 18 թվին հանրային կարծիքը չազդեց քաղաքական որոշման վրա։ Եվ Ազդեց։ Եվ Հաստատում եք։ հա, Հետևաբար բլոգերն է կարող է հանրային կարծիքի վրա ազդել։ Կուսակցության նախագահ բլոգերը։ վրա կարող է չազդի։ Բայց դուք կարծում եք ընդդիմության հիմնական ֆունկցիան քաղաքական որոշումների վրա ազդելն է միայն։ Բայց իրանք ո՞նց են քաղաքականություն իրականացնում։ Դե հանրության հետ շփման միջոցով։ Հենց Ասենք հանրության հետ շփումը նայում շփում է։ 1500 հոգի, հետո ինչ է փոխում դա։ Իսկ եթե նայում ա օրինակ 30,000 հոգի։ Դա էլ ինչ է փոխում։ Ընտրում են, կարծիք են փոխում, կարծիք է ձևավորվում, պարոն Ղազարյան։ Հա, ձևավորի կարծիք, ամեն կարծիք ձևավորող ես որ հյուր կանչեմ, դա սա ողջ հայ ժողովուրդը կարող ինձ մեղադրի, որ ես իրենց հյուր չեմ կանչում։ Մտեք բոլորը գրում են։ Եվ Նկ դուք ասում եք էլի որ ես կանչում եմ նրանց հիմնականում, ովքեր քաղաքական որոշում են ընդունում, այ դրա համար էլ իշխանությունից շատ են, որովհետև նրանք են հիմնական որոշումները ընդունում։ բայց հանրային հեռուստաընկերությունը ոչ թե պետական։ Այո։ Պետականի ֆունկցիան իշխանություններին խոսափող տրամադրելն է, բայց հանրային ֆունկցիան հանրության համար։ Դուք պետականն էլ այդպես ինչի։ Պետական հեռուստատեսությունը պետք է պետության շահանի, ոչ թե իշխանության։ Պետության մեջ մտնում անդիմությունը, իշխանությունը եւ շատ այլ բաներ։ Պարոն Ղազարյան, Մենք հրավիրում ենք շատերին, նրանք չեն գալիս։ Օրինակ Լևոն Զուրաբյանին, Դրա համար էլ Արմեն Աշոտյանին բալանսը- հրավիրել եք։ Չէ, Լևոն Զուրաբյանն եւ Արմեն Աշոտյանին շատ եմ հրավիրել, ոչ թե հրավիրել։ Եթե դուք բացեք տեսեք, իրանք ինչքան են իմ մոտ հյուր եղել։ Այս վերջին վերջին 1 տարվա շրջանում ընթացքում ի նկատի Իսկ ունենք։ ինչ որ ժամկետ այն վրա դրած, ես պետք է վերջի 3 ամսում եթե կանչել եմ, հայ, եթե Չէ, ուղղակի կան բա- մարդիկ, որոնց հրավիրել եք, երբ որ նրանք պաշտոնի են եղել ու դադարել եք Հյուր կանչել։ եթե չկանչես ծեր ցուցակը, պատվերով համերգը երաշտական Ունեք այդ փոստարկում։ ծև ցուցակ։ 4 հատ ծեր ցուցակ ունեմ։ Ովքեր կան այնտեղ։ Չեմ ասի, բայց դրա համար էլ սև է։ դրա Շատ համար է։ չեն գալիս Ով չի ցուցակից է։ Չէ, չեն գալի, որովհետև վախենում են հարցերին պատասխանել։ Ես Իսկ- հիմա ձեզ չեմ ուզում շատ փակագծեր բացեմ, դա էթիկայից դուրս կլինի։ Իմ ու իրանց խոսակցությունները, երբ որ զանգում եմ, ասում եմ, իրանք ասում են մենք օրինակ չենք հասունացել որ գանք հյուր։ Մենք ասելիք չունենք որ գանք հյուր։ Մենք վախենում ենք որ գանք հյուր։ Իրանք այդ իմ հետ խոսալով ես մոտ եմ բոլորի հետ։ Հիմա ես սխալ կլինի որ ես այդ բացեմ ու ասեմ, հասկանում եք։ Այն մարդիկ ովքեր ասում են որ չեք կանչում իրենց հյուր, իրանց զանգել եք։ Ով ասում է 2 հոգի ա, ասում թող ասեն ինչ անում։ Է պատվերով համեր չի մեր մոտ։
Այսինքն որ երկու հոգի ասել որ ինչ չեք կանչում, ուրեմն մենք ընդդիմությանը չենք կանչում։ Այդ երկու հոգի ընդդիմության բանը Աշոտյանն ու Լևոն Զուրաբյանն են։ Քանի տոկոս ունեն։ Մի տոկոս չունեն, չէ՞ ամեն մեկը, մեկը 1.5-ա, մեկը 0.7։ Էդ է մեր ընդդիմությունը, 2.6%-ա մեր ընդդիմությունը։ Բայց օրինակ Բայց մնացած 98-ը։ Բայց օրինակ Բայց մնացած 98-ը։ Բայց վերջին օրինակ անդրադառնանք իշխանականներին, վերջին 1 տարվա ընթացքում ձեր հրավիրած հյուրերի 80%-ը եղել են կամ իշխանական կամ պրոիշխանական։ Վերջին 1 տարի նշանակում։ Լսեք, դու գիտեք, ես ինչքան ժամանակ եմ ծախսում պրո ընդդիմադիր փորձագետներին հրավիրելու վրա։ Իմ ժամանակի 90%-ը գնում է դրա վրա։ Չեք գտնում։ Մի 5 հոգի կան, ոմանց գտնում եմ։ Մի 5 հոգի կան, որոնք կամ այդ շաբաթ մարդ են մահացել կամ Հայաստանում չեն, այս մի քանի տարի է։ Հիմա այդ մարդը, հասկանում եք, դուք նկատել եք, իրան գնում են այնպես տեղեր խոսալու, որտեղ իրանց հետ բոլորը համաձայն են։ Ինչա դա արվում։ Որ օպոնենտ չլինի եւ իրանց հարց չտա, որի պատասխանը իրանք չգիտեն։ Իրանք զբաղված են ոչ թե լրագրությամբ եւ հարցազրույցով, այլ քարոզչությամբ։ Քոչյանի հարցազրույցը նայեք Լարայի հետ։ Ինչա Լարային ինքը հարցազրույց տալիս, որովհետեւ Լարան դեմից արդեն համաձայն է իր հետ։ Իսկ դուք կանչել եք Քոչարյանին հարցազրույց։ Իհարկե կա, հիմա էլ եմ կանչում ձեր եթերով։ Դու վերջի 2 օրվա մեջ եմ կա։ Դուք լսեք, այդ կլիշեներից դուրս եկեք։ Վերջի մի տարվա մեջ, վերջի 7 ամսվա մեջ դες թվում է լուրջ Էդմոն Մարոկյանը ինչ որ պրոբլեմա, որ ես հյուր կանչեմ, կամ Լևոն Զուրաբյանը տենց սպառնում է իշխանության եւ իշխանությունները զանգերինից ասեն, այս Լևոն Զուրաբյանը 0.7% ունի, հանգած որ կանչես, կարող է 1-2% լինի, իմաստը։ Կլիշեների հետևից չենք ընկնում, պարոն Պետրոսյան, պարզապես թվերն են ցույց տալիս։ Ինչ թվեր են ցույց տալիս։ 2024 թվականից սկսած չեք կանչել իրեն հարցազրույց։ Լավ եմ արել չեմ կանչել, 24-ից առաջ էլ չեմ կանչել ահագին, հետո 2019-ին էլ չեմ կանչել, հետո Լավ, եթե վերադառնանք մեր փորձի փոխանակմանը։ Իրանց հետևից 15 տարի կանչել եմ իրանց։ Հետո այսինքն ինքը պետք է ասի, որ այս ժամանակահատվածում դուք ինձ պետք է կանչեք հյուր։ Վերջին 1 տարում ինչ չեն կանչել։ Թե վերջին 1 տարում իբր տես մի դարակազմիկ բան արել, որ իրան էլ չեն կանչել, որ բանանի։ Լավ էլի։ Ասենք վերջին 1 տարում էլ 30 դաշնակցական ա եղել մեր հյուրը։ Եվ ինչ։ Չէ դաշնակները իշխանության հետ են։ Չորնակ գիտեք որն է տպավորությունը, որ նայում ենք այն հարցազրույցները, այդ տպավորությունն է ստեղծվում, որ դուք հիմնականում, այսպես ասած, ճնշում եք ընդդիմադիր գործիչներին, իսկ իշխանական գործիչներին չեք ճնշում։ Տենց ես ես փոխարկեմ 10 ընդդիմադիր գործիչի, որոնց իշխանական գործիչ, որոնց ես ոնց եմ ճնշել, դուք այդ կնայեք։ Օրինակ որ ամենալավը կհիշեք։ Շատ կանոններ չեմ ուզում ասեմ, այնտեղ գործընթացներ են եղել, գնացը բողոքել են եւ այլն եւ այլն։ Այնպես որ այս վերջին իշխանական նոր իշխանական գործիչներ։ Այնց որ այդ կլիշեները իրանք շահագրգռված են, որ ամեն ինչ իրանց մոտ ոնց է քարոշչություն է, չէ՞։ Դուք նայեք իրանց լրագրողներին։ Այնտեղ մենակ իրանք են։ Տասնյակ տարիներ այնտեղ ուրիշ հյուր չի գնում։ Եվ իրանք ինչ են ուզում անեն։ Իրանք ուզում են ապացուցեն, որ ամեն ձևը, ամեն տեղ է այտենց։ Որ դա նորմա է։ Ասենք դուք տեսել եք բանավեճ են կազմակերպում, բանավեճի գալիս են երկու ընդդիմադիր գործիչներ եւ սկսում են իշխանությանը հայել։ Այդպես բանավեճեր են կազմակերպում այդ մարդիկ։ Այդ մարդկանց մոտ մենակ իրանց դա գիտեք ինչն է, այն Քոչյանի ժամանակվա հանրային հեռուստաընկերությունն է։ Այնտեղ ոչ միայն ընդդիմադիր մարդ չէր գալի, այլև այլ կարծիք ունեցող թեթև փորձագետել չէր գալի։ Դա մենակ իրանք էին։ Հիմա իրանք որ տենց են ամեն ինչ դուք նայեք այդ իրանց ալիքները, այնտեղ մի հատ այլ կարծիք ունեցող մարդ կա։ Չկա, չեք տեսնի։ Եվ իրանք հիմա ինչ են մեզ թիրախավորում, որովհետև ցույց տան, որ բոլորը տենց են։ Բայց այն ժամանակ հանրայինը պետական չի եղել, հիմա հանրայինը դա նորմալ է, որ բազմակարծություն կա։ Ու ձեր իրենց տարբերություններն է, որ դուք հանրային հեռուստաընկերության ներկայացնում եք ձեր հարցը կտա։ Ասում եմ, որ այն ժամանակ եղել է պետական Քոչարյանի ժամանակ օրինակ եղել է պետական հեռուստաընկերություն։ Հեռուստաընկերություն չի եղել։ Դա հանրային հեռուստաընկերություն է։ Միշտ։ Միշտ չէ, պետական էլ եղել, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Դե նկատնում որ այն ժամանակ եղել է պետական։ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին չենք խոսում, Քոչարյանի մասին ենք խոսում։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ դա այն ժամանակ հենց մի հատ հեռուստաընկերություն կար համարյա։ Դա էլի օգտագործում էր իշխանության ռոպագանդայի համար։ Դա սխալ է։
Դե հիմա կարծում եք, որ հանրայինը բազմակողմանի եթեր է, տալիս ու բոլոր կարծիքները ապահովված են։ Իհարկե։ Դուք ասում եք կանչում ենք չենք գալիս, բայց օրինակ կանչում եք, կանչելուց հետո կամ կանչելուց առաջ այդ մարդկանց մասին օրինակ Facebook-ում հեգնական ստատուսներ է գրում։ Ըստ ձեզ։ Facebook-ի անձնական տարածքն է։ Բայց դուք հանրային դեմք եք։ Հետո ինչ։ Օրինակ եթե մենք ձեր հարցազրույցից հետո օրինակ ինչ որ հեգնական ստատուս գրենք, հետո էլի կգաք մեզ մոտ։ Գրեք ինչ ուզում եք, քիչ պետք է գամ, եթե ուզում եք։ Պարոն Ղազարյան, բայց հանրայինի կանոնակարգը Գործիչները ում ես կանչում եմ, իմ մասին եւ ասած են լինում, եւ գրած են լինում, ես դա չեմ խառնում իմ գործի հետ։ Իմ մասին ինչ գրել են, ինձ հետաքրքիր չի։ Իմ մասին ես ինքս ինձ բավարար գիտեմ։ Ինձ հետաքրքիր է այդ մարդը, այդ օրը, այդ հարցազրույցը պետք է հասարակությանը, թե չէ։ եթե գրենք, Հասկանում եք։ մեր մոտ նորից հյուր կգաք։ Աստծի չէ, ինչ ուզում եք գրեք, ինչ պետք է գրեք։ Կգաք։ Խախի չեմ գա, ինչ է եղել։ Շատ լավ է։ Բայց դուք երբ որ հարցազրույց եք կանում, այդ բաները ուսում եք, դա պետական է եղել թե հանրային է եղել։ Հասկանում եք, այդ կարևոր է։ Եթե դուք պնդում եք անում, որի մասին չգիտեք, ավելի լավ է այդ պնդումը մի արեք։ Ձեր պարագայում նորմալ է, որովհետև դուք չեք հիշում։ Ես հիշում եմ լավ։ Այդ շատ կարևոր է։ Քանի որ դուք 25 տարվա փորձ ունեք եւ այդ ինստիտուցիոնալ հիշողությունը կա ձեր մոտ, մեզ ինչ խորհուրդ կտաք, ինչ հաղորդումներ, հարցազրույցներ նայենք, որպեսզի այդ բացը մենք էլ լրացնենք, որը որ չենք տեսել։ Խորհուրդ կտամ կլիշեների հետևից չընկնեք։ Կլիշեներ ասելով ինչ նկատի։ Օրինակ այդ Աշոտյանին չեք կանչել, ուրեմն հանրայինը ընդդիմությանը չի կանչում։ Բայց միլիոնավոր զանգերը, որ ես անում եմ, որ ընդդիմադիրներ, ամենասուր ընդդիմադիրները մենք չունենք, պարոն Ղազարյան։ Ո՞նց դա ունենակ։ Ես ինչ ամեն հարց գրանցեմ հրապարակեմ, ամեն զանգ։ Կարակ տարեկան հրապարակումներ անեք, հաշվետվություն որպես։ Օրինակ, քանի ընդդիմադիր է հրաժարվել։ Մարդպես խնդրում եմ, աղաչում եմ, կուտ եմ տալիս, համոզում եմ, ասում ինչ ուզում ես տենց կանենք, չի գալիս։ Ասում է Պետրոս ջան, ասելու բան չունեմ, շատ է որ Facebook-ում ինչ ասես գրում եմ։ Հիմա այդ մարդուն ես ինչ ասեմ, ասեմ, այս մարդը ինձ ասել է, ասելու բան չունեմ։ Այս մարդը ինձ ասել է, հələ չեմ հասունացել։ Այս մարդը ինձ ասել է, որ լավ էլի թող գլուխս խախանդ ապրեմ։ Ինչ այդ սա հիմա ես որ գրեմ ու ինչա դրանից Իսկ այդ փոխվելու։ պատճառաբանությունները Ես փոխվում են։ կորեկտ եմ բան։ Ես ասում ամեն մարդու չգալը իր իրավունքն է։ Հասկանում եք, այդ իր իրավունքն է չգալը։ Պարզապես երբ որ վերջում դուք ինձ ասում եք 52%-ը, այ դրա համար է 52%-ը։ Մեր ֆունկցիան հավասար հնարավորություններ տալն է։ Հավասար։ Եվ երբ որ ասում եք 50%, բայց սա որոշումները առողջապահություն, կրթություն, բանակ, տնտեսություն, սոցիալական քաղաքականություն, արտաքին, այդ սա որոշումները կայացնում են իշխանությունը։ Բնականաբար իրանք շատ պետք է լինեն։ Հիմա ասենք trip-ը կնքել են։ Բայց չպետք է իրանց կանչես եւ հարցնես, էսի խեսա տնտեսական կոմպոնենտը խիասես։ Իսկ ընդդիմությունը կարծիք չունի trip-ի մասին, որ Բայց իրանց ես քեժան դες ընդդիմության մասին պատմեցի։ Բայց Բայց ոչ չմասիկ, որ պետական մարմիններին ավելի շատ պետք է կանչել, Բայց երբ որ ընդդիմությունը չի գալիս։ Իսկ նրանց Դե ընդդիմությունը շատ է համեմատ կանչում, նույնիսկ որ հəլելի շատ չեղի 50%-ը ինչ է։ Բայց երբևէ մտածել եք, թե որն է իրական պատճառը, որ ասում են հասուն չենք, բայց կարող է ինչ-որ ուրիշ պատճառ կա, պատճառը ինձանից չեն էլ թաքցնում։ ասում են, որ դուք քաղաքական դերակատար եք։ Իրանք չեն թաքցում, եթե ձեր հիմա իրանք կարան ասեն, որ ես կոսմոնավտ եմ։ Դրանց իրականությունը չի փոխվում, չէ՞։ Քաղաքական դերակատարը ո՞րն է։ Այսինքն ինքը նեղվում է, որ ես իրան սուր հարց եմ տալիս։ Հնարավոր է։ Դե ինչ ասում։ Թու նեղվի։ Թող գնան այնտեղ, դուք չեք զգացել։ Մեր մոտ հարցազրույցներ համարյա չկան, մենախոսություն է։ ձեր մոտ էլ։ Հարցեր։ Ես ձեր հարցերին էլ չեմ պատասխանի, որտեղ այսքան իմ խոսալուց հետո երբ որ դուք ինձ ասում եք ձեր մոտ էլ, մեր մոտ մենախոսություն է։ Մեր մոտ մենախոսություն է։ Մեր մոտ ասելով ինչ նկատնեք, պարոն Ղազարյան։ Հանրայինում մենախոսություն է։ Ըստ Դուք նայել եք մենախոսությունը։ թե չէ։ Ես նայել եմ ձեր Դուք տեսել եք որ հարցազրույցները։ մենախոսություն է։ Ես հարց եմ տալիս, ձեր մոտ Ես եմ դες մենախոսություն չի։ հասնալիս։ Դուք տեսել եք որտեղ Պարոն մենախոսություն։ Ղազարյան, սա մեր հարցազրույցն է։ Ես դուր նստած եմ դիմացինն է խոսում, հա։ Եկեք մի հատ Ctrl-Z։ Իսկ լավ, օրինակ մենք այս ամբողջ ընթացքում ուսումնասիրում ենք ձեր Facebook-յան էջը, որ դուք ասում եք, որ անհատ եք, բայց չեք մտածում, Ես որ չեմ ասում, տենց է։ ձեր անձնական էջն է, հա։ Չեք մտածում, որ որպես հանրային դեմք, հանրային գործիչ ու Հայաստանի թիվ 1 հաղորդավարը, այդպես չէ, դուք շատ ուժեղ հանրային կարծիք եք ձևավորում։
ու որ ասում եք իմ անձնական էջն է, բայց ձեր անձնական էջը հազարավոր մարդիկ են կարդում։ Ինչ անեմ։ Ազդում է, չէ՞, այդ ամեն ինչը ձեր վրա։ Իսկ լրագրողական էթիկայի տեսանկյունից մենք նայել ենք հանրայինի կանոնակարգը ու հանրայինի կանոնակարգում կան կետ, որը սահմանում է, որ աշխատակիցներին արգելվում է մեկնաբանել կամ քննադատել այլ լրատվամիջոցների գործունեությունը։ Դուք երբ ստատուս եք գրում այլ լրատվականների մասին, հիշում եք այդ կետի մասին։ Իհարկե հիշում եմ։ Ես համարում եմ, որ դրանք լրատվական չեն, որովհետև լրատվականը ֆունկցիա ունի։ Դրանով այնքան է, որ դու կայք բացեցիր ու գրեցիր, դու դառել լրատվական։ Լրատվականը ինչ ֆունկցիա ունի։ Հասարակությունը օբյեկտիվ ինֆորմացիա տալ, բազմակարծություն ապահովել, ճշմարտություն ասել։ Այդ դրանք են լրատվականները։ Իսկ սուկ տարածող, միակողմանի քարոզանող եւ մանիպուլյացիաները անը ինչ ուզում ես դիր, իմ համար լրատվական չեն։ Իսկ հանրայինի համար լրատվական են, թե չէ։ Ասում եք իմ համար չէ, բայց հանրայինը ձեզ պատասխանատվության ենթարկում է այդ։ Ձերբակալում են օրը մեջ չեք նկատել։ Ես նոր բերտից եմ գալի։ Չէ, որովհետեւ հանրայինը շատ ազատ է։ Դե որովհետեւ տեսեք, այստեղ մի հատ հարց կա, որ լրատվականը սահմանված է օրենքով, ոչ թե ձեր ով ասում։ Սահմանում ցավոք սրտի մեր երկրում չկա։ Մենք չունենք օրենսդրությամբ, թե ինչ է լրատվական։ Բացում ես դառնում ես լրատվական։ Եղա որ լրատվական է, Իմ համար լրատվական չեն։ բայց օրենքով լրատվական է։ Իմ համար չեն, որ օրենքով։ Նոր էթիկայից էիք խոսում, բայց էթիկան ուր է։ Ծերը կիլերները, լրատվական կիլերները իմ համար լրագրող չեն։ Եվ իմ գործընկերը չեն։ Իմ գործընկերների հանդեպ ես շատ հարգանքով եմ։ Բայց կա, չէ, կանոնակարգը, որտեղ սահմանված չէ, տելեկիլեր է, տելեկիլեր Եվ չէ։ սահմանված չի, ես ազատ մեկնաբանում եմ։ Բայց երբ որ օրինակ ստատուսներ եք գրում քաղաքական գործիչների մասին, այդպես չեք խախտում կանոնակարգը, որովհետև Բայց կանոնակարգը նոր ես այդ հարցին էի պատասխանում։ Դե Արենը խոսում է լրատվամիջոցների մասին, ես խոսում եմ քաղաքական գործիչների մասին։ Դուք ասում եք, որ լրատվամիջոցը սահմանված չի։ Վիրավորական բան ասեք, որ ես գրել եմ իրենց մասին։ Օրինակ ձյուդոիստների ֆորմաների։ Դա ի՞նչն է վիրավորական։ Դա հումոր է։ Բայց այդ մարդիկ կրոնական ծեսի են մասնակցել։ Քրիստոնյա մի օրում ես էլ ասում եմ, որ այս լոգիկայով դա նաև իշխանությունն է վերաբերում, ընդեղ էլ սա դառել մի օրում քրիստոնյա, եւ իմ համար այդ մի քիչ այդքան էլ Բայց իշխանության մասին տեն ստատուսներ չունեք։ Իրանց մասին էլ չունեմ։ Ունեք։ Չունեմ։ Ես ձեր վերջի ստատուսը։ Գործնեությանը չեմ վերաբերել, չեմ ասում ինչ մտածում։ Ես ասում եմ պարզապես լավ է, որ կիմանո չեն հակե։ Բայց իրանց նկարներն, իրանց դեմքերը ասում եք Իրանք չեմ են նկարվել այդ բաների իշխանությունը չի նկարվում տենց։ Դուք ունեք դες նկար իշխանությունից այդ փիլոններով։ Չէ, բայց ունենք հետաքրքիր բան, որ իշխանականներն են մի օրում քրիստոնյա դարձել, ընդդիմադիրներն են մի օրում քրիստոնյա դարձել, բայց անդրադարձը միայն ընդդիմադիրներին է։ Չէ, այդպես չի։ Այդպես չի, ես փիլոնով ընդդիմադ իշխանական չեմ տեսել։ Եվ ես դեռ ասում, այդ փիլոնով ելնելը այդքան էլ վատ բան չի։ Ես այդ հասկանում, կրոնական ծես է, իրան գնում են, ես իմ խաչ եղբայր դառնում ինչ։ Բայց դե մի քիչ դոզան շատ է հասկանում եք։ Իսկ խոնարհված աղոթող իշխանականների դոզան շատ չի։ 20 ինչի։ Խոնարհված իշխանական աղոթողների դոզան։ Դուք որոշեք շատ է թե չէ։ Չէ, դուք ասում եք, որ իրենցը շատ է, դες ինձ եմ հարցնում, իսկ Վատ է խոնարհված աղոթելը։ Վատա փիլոն հակնել։ Ով ասի վատ է։ Դուք անդրադառնում եք Ես ասում եմ, լավը կիմանո չեն հակել, կիմանո էին հակնել, լավը փիլոն են հակել։ Բայց պարոն Ղազարյան, Եվ երկրորդը գիտեք շատ կարևոր բան կա։ 25 տարի այդ եկեղեցին մեր կյանքից բացակայում էր։ Մեր սոցիալական կյանքից բացակայում էր։ Ես նույն կաթողիկոս եմ։ Ես այդ մասին այն ժամանակ գրում էի, այդ մասին խոսում էի։ Այս մարդիկ, որ հիմա տես քրիստոնյա են դարձել, ցեները դուրս չեր գալի, չէին ասում։ Դա այսուր է, հələ մարտի 1 եղավ։ Այնտեղ այն 2003-ի ընտրությունների ժողովրդին դուրս եկան Բաղրամյանի վրա ծեծեցին, ջարդեցին, փշրեցին, մեր երեխա։ Բայց կաթողիկոսը թեմա չէր տենում։ Ոնց կարա չտենա։ Միլիոնից ավել մարդ Հայաստանից բացակայել է։ Բայց մարդը մի հատ չէր ասում, հələ մի հատ կանգնեք, այս հոտը, որ մեր հավատավոր գնում է, բա մենք վաղվա մեր
խնդիրները։ Ադրբեջանը դարել է 10 միլիոն, մենք 4 միլիոնից դարել ենք 2.5 միլիոն։ Բա խնդիր չի դա։ Իսկ դուք այդ ժամանակ անդրադառնում եք այդ խնդրին։ Արա, տեսեք, էլի ստե էտի կարև։ Հիմա ես իհարկե կարամ գլուխ գովամ, ոչ միայն պատմեմ, այլև ասեմ, որ կաթողիկոսը ինչ կանչել է, ես դա իր դեմքին եմ ասել, մենք խոսակ։ Հիմա ես ինչ եք այդ դաշտ գրում։ Դուք ասել եք, ինչ կարևոր է, ես ասել եմ, թե չեմ ասել։ Բայց Ձեր հետ եք հարցազրույց Հա, վերցնում։ բայց ճիշտ, հիմա խնդիրը այնա չէ։ Ասենք ես չեմ ասել, դրանից բանա փոխվում։ Այն կփոխվի, եթե չեք ասել։ Որ այդ ժամանակ չեք ասում, հիմա ասում եք։ Հա, դա իմ պարագայում կփոխվի, բայց ես հիմա մեր եկեղեցու մասին եմ խոսում, դա ավելի կարևոր է, չէ՞։ Դուք հիմա ինձ որ հարց եք տալիս, դուք ինձ շայկան դրության մեջ եք դնում, որտեղ ես կարամ սկսեմ պատմել, թե ես ոնց եմ խոսացել այդ մասին։ Բայց ինձ այդ պետք չի, ով որ հիշում է, հիշում է, ով որ չի հիշում, չի հիշում, իր գործն է։ Ես դա չեմ այլ որ հիմա գլուխ կովամ։ Ես դա արել եմ, որովհետև այն ժամանակ էլ սիրտս տրակում էր։ Ասում եմ, մարտի 1-ին եկել են այս կողմից ոստիկանները կատաղած, այս կողմից ժողովուրդը կատաղած։ Հասկանում եք, արունը թափելու, չէ՞։ Բա ասում եմ, այդ մարդը, որ հիմա այդ արուն թափելու օրը դուրս չգա եւ ասի հանգստացեք։ Բա մեր կաթողիկոսը ինչի համար է։ Դա թուլացնում է մեր պետությունը։ Այդ վիճակը դա թուլացնում էր Ղարաբաղը։ Դա մեր ազգային արժեքները թուլացնում էր։ Տեր-Պետրոսյանն Քոչյանին մոնղոլ թաթար էին ասում։ Քոչյանն Տեր-Պետրոսյանին թուրք էին ասում։ Բամ մեկը պետք է դուրս գար ասել, մեծ հանգստացեք։ Դուք ճիշտ, սխալ, լավ, վատ հայր եք, նստեք մեծ նորմալ խոսացեք։ Այդ ֆունկցիանով պետք է աներ։ Այդ հայլուրով, այդ ժամանակվա հայլուրով Քոչյանի մարդկանց թուրք էին ասում։ Թուրք։ Բայց բա ինչ որ մեկը պետք է այդ ամեն ինչը հանդարտացներ, չէ՞։ 25 տարի այդ եկեղեցիներ։ այս ամեն ինչ կապ ունի մեր զրույցի հետ։ Հասկանում եմ, որ շատ հետաքրքիր է միշտ քաղաքականությունից խոսելը, բայց հաստատվեց ձեր գոլեգան, դուք չեք լսեք մեկ-մեկ։ ես լսում եմ հարցերը, բայց հարցին պատասխանում եմ։ Բայց ձեր լրագրողական գործունեության հետ այդքան էլ կապ չունի։ Բա ես ասեցի, չէ, ես ինչի եմ այդ ժամանակ խոսում եւ ինչի եմ հիմա խոսում։ Այդ շատ կարեւոր է, չէ՞, որտեղ ես հիշում եմ, չէ՞, ինչ ա եղել։ Հիմա որ գրում եմ, այդ մարդիկ ի տարբերությունից հիշում են, չէ՞, 25 տարի իրանք ոնց են իրանք 20, որ 25 տարի իրանք տես պահած քաղաքական գործիչը, հիմա հանգար սուրբ է դառնում։ Գիտեք, մի քիչ լավ չէ՞ լի։ Այդտեղից են ծագում իմ ստատուսները նաև։ Ես ձեզ իմ ստատուսի ծագումնաբանությունն էի պատմում։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Պարոն Ղազարյան, իսկ ինչ անել, երբ որ անհարմար լռություն է լինում օրինակ հարցազրույցի ժամանակ, ոնց կոտրել այդ լռությունը։ Դե լռություն կա, որ այդ շատ լավ է։ Որովհետև եթե դու հարց ես տալիս, տեսնում ես դիմացինը կախվել է, հա մոտը կախել է, դու պետք է պաուզան պահես։ Որովհետև այդ լռությունը ավելի շատ բան է ասում, քան որ ինքը խոս է։ Ես հիշում եմ, որ Մոսկվայում սովորում էի, Սավիկ Շուստերին, չգիտեմ, գիտեք թե չէ։ Իա այդ է հարցազրույց անում, ինքը այտենց այն ժամանակ շատ հայտնի թոք-շոու էր անում։ Կոչվում է Svoboda Slova։ Ու այդ հաղորդումը ձայնագրությունով էին անում։ Ես ասի ոնց Svoboda Slova ոնց կլինի ձայնագրությունով։ Ասեց ну кушать всем надо։ Ես այդտեղ էլ լուր, sense կես րոպե նայել եմ իր դեմքին, որ հասկացա ինչ ես խոսում։ Ինքը տեղից չէ, էլ մի րոպե ես չէ ուզում ասել, բայց կես րոպե 45 վայրկյան մենք լուր նստել ենք եֆիրում։ Լռությունը պաուզան շատ կարևոր պահ է։ Եվ պետք չէ այդ մի անգամից վերացնել։ Ինչ որ ուրիշ հնարքներ կան, որ խորհուրդ կտակ մենք էլ օգտագործենք։ Դե հնարքներ շատ կան եւ դրանք կարեւոր են, ոչ միայն եթերում, այլև եթերից դուրս։ Ամենակարևորը, որ դուք թույլ չտաք, որ ձեզ առնեն եթերում։ Հիմա դա հենց երիտասարդ լրագրողների ամենա բանն է։ Թույլ կողմն է, որտեվ դուք ենթադրենք կանչում եք ինձ, ես գալիս եմ ինչ որ տենց 25 տարվա, ու դուք ինչ որ հարց եք տալիս, ես ասում եմ ֆանտաստիկ լրագրողներ եք դուք։ Ես ինչ հարց տվեցիր, ես 10 տարի ասենց հարց տվողը դուք արդեն տենց շոյվում ես, ու այն քո սուր հարցերը արդեն չես կարող տաս։ Որտեվ այս մարդը եկել է, քեզ կրեդիտը տվել է, սա աշխարհի դեմը գովացել է, ասել է, որ դու վերջն ես։
ինքն էլ հին քաղաքական գործիչ է ենթադրում, ինքը քեզ շոյում է, իսկ դա իսկ ինքնասիրությունը շոյվում է անկախ քո կամքից։ Դրանից հետո դու պետք է քեզ ատամները չես նիմագու ոնց ասում են, իրանել այդ նույն հարցերը տաս, իրան ասես ընկեր, մերսի, գոհենք։ Բայց գնանք առաջ, դա էդի բան չի, կաշառք է տալիս ձեզ եթերում, հասկանում եք։ Ասում եմ, ինչ փայլուն հարց տվեցի ես։ Վաղուց տեն, այդ դուք պետք է կարողանաք այդ չթողեք ձեզ եթերում առնեն, դա շատ դժվար է։ Ես ինձ օրինակ Արտաշես Գեղամյանը ողորմացիկ, ես ասենք մի 4-5 ամսվա լրագրող էի, ինչ-որ հարց էի տալի, փայլուն լրագրող եք դուք։ Վերջ, դու առավ քեզ։ Սենց հարց ես այն փորձառու լրագրողների մեջ չեմ լսել։ Ոնց այդ հարցը կարացակ տվեցիք, Պետրոս։ Ու դու դու էլ ուզում ես հավատաս դրան, չէ՞։ Բայց դու լավ գիտես, չէ՞, որ դու 4 ամսվա լրագրող ես։ Մի քիչ լավ, մի քիչ վատ։ Այ չպետք է թողնեք, որ ձեզ եթերում առնեն։ Դա անենց աննկատ է անցնում։ Եվ դրանով ինքը ղեկը ձեր վերցնում է ու սկսում է իր բան անել։ Երկրորդ չպետք է թողեք, որ դիմացինը վերցնի պուլտը ձեր ձեռքից։ Եվ արդեն շատ հնարքներ կա, օրինակ չեմ անունտամ քաղաքական գործիչներից մեկին, ոչ մի ձև չէր գալիս հյուր, ոչ մի ձև։ Զանգեցի ասի, պարոն, ես ինչան, հերոստատիտողները հա զանգում են մեր տաղավար, ասում են, որ այդ խելացի մարդ չկա, կանչեք։ Հետո դե ասում եմ, օրինակ ով ասում են դու քո ազգանունն են տալի, դրա համար եմ զանգի ասում եմ։ Քանիսին տեղ լինեմ։ Սենց հնարքներ կան, որ դուք պետք է անեք, էլի։ Շատ կարևոր է նախահարցազրույցը։ Շատ լավ։ Պարոն Ղազարյան, որպես փորձառու մարդ, լավ ստացվում է մեր մոտ։ Չէ, լավ չի ստացվում, ինչ որ բաներ եւ ինչ որ բաներ կա լավ է ստացվում։ Լավ է ստացվում, որ դուք պետք է ուզենաք հյուրին ներդրության մեջ դնեք, պետքա տենց հարցեր անեք, բայց լավ կլինի, որ դա անեք մի քիչ ավելի շատ կարդալով, ավելի շատ ուսումնասիրելով, բայց վեկտորը ճիշտ է։ Եվ դա չփորձեք անել, որ այս ինչ է, այս ինչն է ասել։ Հասկանում եք, դա հայ լրագրության ողբերգությունն է, որ մոտիկանում են ասում են, մամուլը գրում է, այդ մամուլը գրողն է, ասում միշտ տենց։ Հա, բայց ես ասում եմ ով է գրել, հասկանում եք, դա։ Դուք ասում եք ընդդիմությունը այսպես է ասում ու հարցը ձևակերպում եք։ Չէ, տեսեք, չէ, մի քիչ ձեր ասածը ճիշտ չի, ինչի, երբ որ ես ասում եմ, որ ընդդիմությունը ասում է, որ օրինակ այս բենզինը սենց է, եւ հյուրը գիտի, եւ ես գիտեմ, եւ հերոստատիտողը գիտի, որ բազում ընդդիմադիրներ դա ասում են։ Ես ասում եմ այն դեպքում, երբ որ ոչ ոք չգիտի դա ով ասե, ինքն է գրել։ Եվ ասում եմ, որ մամուլը գրում է այսպես, այդ մամուլը ինքն է, որ երեք գրել է։ Հասկանում եք։ Դրանք մի քիչ տարբեր բաներ են։ Իմ ասածը այն օթում կախվածն է, որ բոլոր ընդդիմադիրները մենք գիտենք, որ դա ասում են։ Հասկանում եք, ինչ որ ինքը պետք է ձեզ ասի ով ասե, ինքը դες տես բան չի ասի, որովհետև դուք կարող եք 50 հատ անուն միանգամից ասեք ով ասել։ Բայց եւ ասես մամուլը գրել, ասես մամուլն ով, ասում է մամուլը։ Այդ գրողն էլ ինքն է եղել։ Երեք, ինքը իրան հղում է անում։ Հասկանում եք։ Պարոն Ղազարյան, իսկ ինչ լրատվամիջոցներ հայաստանյան կամ արտասահմանյան որոնց եք դուք վստահում եւ կարդում։ Ես գործի բերումով չեմ կարդում նրանք ում վստահում եմ։ Ես նայում եմ համարյա բոլոր հարցազրույցները, համարյա բոլոր։ Իսկ դա տանջանք է, որովհետև ասենք, ասենց ասեմ, մենք հիմա խոսում ենք ընդդիմադիր եւ իշխանամետ, բայց հենց հավատացնում եմ 70%-ը դրան Նիցշեի չարից ու բարից անդին է։ Այնտեղ ռացիոնալ բան չկա, հասկանում եք։ Դա ոչ ընդդիմադիր է, ոչ իշխանամետ է։ Դա անիմաստություն է։ Անիմաստ զրույց է 70%-ը։ Ես նայում եմ բոլորը։ Իսկ այդ կարող է, պետքա փորձես ինչ-որ բան սովորես։ Եթե դու դադարում ես ինչ-որ բան սովորելուց, այդ շատ վատ է արդեն։ Բայց դժվար է ինձ հիմա այդ ընդ որում սովորելը մենակ խելքի առումով չէ։ Ձիրք, ձեռքերի շարժում, դեմքի շարժում, նստելու ձև, դուք անդադ պետք է այդ բաները վերցնեք, որտեղ շատ կարևոր է։ Էմոցիայով խոսալը, էմոցիայով ասած խոսքը 10 անգամ ավելի շատ է համոզում, քան ասենք այսպես նստում այդ հաղորդավարը, մինչև հաղորդման վերջ մի հատ sense չի անում։ Ժեստերը շատ կարևոր են։
Դուք պետք է ժեստերով խոսաք, էմոցիոնալ խոսաք, որտեղ գիտեք հարցազրույցավարի մեջ ամենակարևոր բանը ձեզ ասեմ, կարևոր է հարցազրույցի մեջ դուք, ձեր կերպարը, ձեր էությունը, ձեր ոճը։ Եթե դուք հետաքրքիր չեք, ինչ ուզում եք խոսացեք։ Դուք պետք է ոճ ունենաք, հասկանում եք, որ ասեն, այս հա, իր ոճն է։ Եթե այդ ոճը չունեք, մնացածը ուզում եք ճիշտ արեք, ուզում եք սխալ արեք, դուք այսօր կաք վաղը չեք լինի։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ամփոփելով հիշենք ձեզ ասած խոսքերից մեկը, որ հարցազրույցը պետք է բավարարի հեռուստադիտողին, հարցազրույցը տվողին եւ հարցազրույցը վերցնողին։ Դուք բավարարված զգում եք ձեզ։ Ես իմ ուսանողներին միշտ ասում եմ, ընդհանրապես դասականը այդ է։ Պետք է բավարար, չէ, ասում եմ միշտ հիշեք, տաղավարում կաք դուք կամ ես եւ մի հոգի կա։ Մենք sense պետք է խոսանք, ոչ թե sense։ Բայց ասում եմ, մեր երկրում ցավոք սրտի կա եւս մի հոգի։ Եվ դա միշտ մի մոռացեք։ Ով։ Մի մոռացեք։ Լավն է։ Շատ շնորհակալություն։ Եթե դուք հարցազրույց սկսեք վարել, շատ արագ կիմանաք ով։ Շատ շնորհակալություն։ Control Z-ի առաջին հյուրն էր հաղորդավար Պետրոս Ղազարյան։ Շնորհակալ ենք ուշադրության համար։